Բարի երեկո, եթերում Briefing Talk Show-ն է։ Եվ ձեզ հետ են Արտյոմ Լևոնյանն ու Արփի Հարությունյանը։ Արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ, ընտրության ընթացքում եւ հետո մասնավորապես ընդդիմությունը մեղադրում է եկեղեցուն կամ բարձր հոգևոր դասին իշխանամետության մեջ կամ քաղաքականությանը խառնվելու մեջ։ Մենք այսօր կփորձենք բարձել արդյոք այժմ եկեղեցին խառնում է քաղաքականության, թե ոչ։ Եվ այսպես, մինչև կանցնենք մեր բուռն քննարկմանը կամ միգուցե բանավեճին, փորձենք պարզել, ովքեր են պնդում, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Եվ ովքեր են կարծում, որ եկեղեցին կատարում է իր առաքելությունը եւ չի խառնում քաղաքականությանը։ Եվ այսպես սկսենք, Տիկին Բաղշյան, ինչու եք կարծում, որ եկեղեցին ամեն դեպքում խառնվում է քաղաքականությանը, որքան հնարավոր է կարճ, հիմնական թեզերը։ Ես շատ զարմացած եմ, որ դուք ինձ այդպես ուղիղ ասում եք, որ ես այդպես եմ կարծում։ Ես ձեզ չասեցի, որ ես այդպես եմ կարծում, բայց դուք ասեցիք, դուք սկսեցիք նրանից, որ ամեն ընտրությունից հետո հասարակությունը խոսում է։ Հասարակության որպես անդամ ես լսում եմ դրանք եւ շատ զգուշավոր եմ այս հարցում։ Պնդել, թե չպնդել։ Եղավ, ես զգուշավոր եմ։ Ես հայ առաքելական եկեղեցու անդամ եմ եւ ուղիղ չեմ պատասխանի կարճ ասած ձեր հարցին։ Անկեղծ ասած կապված եկեղեցու հետ ես կցանկանայի նշել, ընդհանրապես կրոնի եւ եկեղեցու հետ կապված խնդիրները պետք է որ ուղակի կամ անուղակի կապվածություն ունենան քաղաքականության հետ եւ ես չէի այսպես ասած փնովի կամ վատաբանի եկեղեցու ինչ որ քաղաքական process-ների մեջ մասնակցումը այնուամենայնիվ նաեւ մեր ազգային եկեղեցու պատմությունը ցույց է տվել որ մեր եկեղեցին բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել հայոց պետության, պետականության տարբեր ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների մեջ եւ կարծում եմ չպետք է ինչ որ վատ տեսանկյունից նայել եկեղեցու քաղաքականությանը մասնակցելուն։ Շնորհակալություն։ Տիկին Խարատյան, ինչու է խառնվում։ Ես առայժմ ձեռնպահ կմնայի գնահատել լավ, վատ, համաձայն եմ, որ պատմականորեն այդպեսին չէ։ Մասնակցություն ունեցել է, կարծում եմ, որ այդ մասնակցության մեջ կան իմ գնահատմամբ եւ շատ արժեքավոր եւ երբեմն շատ դատապարտելի եւ քննարկելի ձևեր, բայց այսօր կարծում եմ, որ եկեղեցին մասնակցում է իշխանության ձևավորմանը, դա ինքնին արդեն քաղաքականություն է եւ այդ ձևով եկեղեցին մասնակցում է, կարող եմ հասկանալ ինչու է մասնակցում եւ այստեղ նույնպես մենք կարող ենք տարբեր բացատրություններ ունենալ։ Իմ պատասխանը այն է, որ այո, եկեղեցին մասնակցում է իշխանության ձևավորմանը, փորձում է իշխանության հետ հարաբերություններում ազդեցություն ունենալ եւ այդ ձևով մասնակցում է քաղաքականության։ Շնորհակալություն, Տեր Վահրամ։ Կարծում եմ պատմական փորձառությունը լավագույնս փաստում է, որ եկեղեցին դարեր շարունակ քաղաքականությամբ զբաղվել է եւ ինքը առաջնորդողն է եղել քաղաքականության, մինչեւ այն պահը, երբ եկեղեցու դարավոր փայփայած երազանք իրականացվեց, դա ազատ պետականություն է, որը եկեղեցին օրհնել է, օրհնում է եւ պիտի օրհնի եւ պիտի միշտ կանգնի որպես պաշտպան այդ պետականության անսասանության։ Այսօր եկեղեցին իբրև այդպիսին քաղաքականությամբ չի զբաղվում, այլ հարց է, որ ազգային նաեւ պետական կյանքում կարևոր հարցերի պարագային եկեղեցին այո իրեն պատասխանատու է նկատում եւ պարտական է նկատում արտահայտվել, երբեմն նաեւ եթե անհրաժեշտ է ուղղորդել։ Շնորհակալություն, պարոն Ամպինյան, ձեր։ Այս հարցում մի քիչ թյուր պատկերացում կա, երբ որ շեշտը դնում են սահմանադրության վրա, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Կարծում եմ դա առիթ կունենանք դրան անդրադառնանք, բայց երբ որ մենք նայենք խղճահարության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, որտեղ արդեն բացած է թե ինչ է նշանակում եկեղեցին անջատ է պետությունից։ Մենք կտեսնենք, որտեղ ընդհանրապես պետական գործառույթների մասին է, ոչ թե քաղաքականությունը խառնվել կամ չխառնվելու։ Շատ դեպքերում, երբ որ մենք բացած այդ ամեն ինչին նայենք, այդքան մեր մոտ ծայրահեղ տպավորություն չի լինի, որ իսկապես եկեղեցին ամեն ինչում խառնվում է, որը դա իր գործառույթը չի։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Իմ կարծիքով ստեղ մի փոքր պիտի հստակ կեցում մտցվի քաղաքականություն ասվածի մեջ, գլոբալ առումով այո, եկեղեցին քաղաքականությամբ, այն էլ ազգային քաղաքականությամբ այո զբաղվել է եւ այսօր էլ որոշակի պետք է զբաղվի, բայց ինչ վերաբերում է ներքաղաքական, երբեմն ինտրիգային, երբեմն տարբեր քաղաքական, ներքաղաքական այդ process-ների հետ կապված, կարծում եմ եկեղեցի պետք է մի քայլ բարձր լինի, որտեղ եկեղեցին
ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հետևորդներինն է, այլ հայ ազգի, հայ ժողովրդի եկեղեցին է, եւ այդ առումով կարծում եմ մեկ քայլ ավելի բարձր պիտի լինի, որպեսզի իր կարգավիճակին, իր կշռին համապատասխան դիրքորոշում ունենա, ինչը կարծում եմ արվում է ներկա օրերում եւ արվել է առավել եւս այն ժամանակները, երբ որ պետականություն չենք ունեցել եւ շատ պետականության բնորոշ ֆունկցիաներ փաստորեն եկեղեցին իդեմս կաթողիկոսի եւ հոգեվոր այրերի փաստորեն վերցրել են իրենց վրա։ Շնորհակալություն։ Բարձր Տիկին Բախշյան, ամեն դեպքում վերադառնանք այսպես ասած այսօրվա ներքաղաքական իրավիճակին, Ժառանգության առաջնորդը Ռաֆայել Մանեսյանը կոչ է արել վեհապարին 10-ից 15 օր առաջ, որպեսզի վեհապարը չմասնակցի երթմնակալության։ Դա արդեն ըստ էության քաղաքական կոչ է, քանի որ Ռաֆայել Մանեսյանը քաղաքական գործիչ է։ Այդ առումով ինչպես է գնահատում այդ կոչը եւ արդյոք եթե վեհապարը արձագանքի դրան չի նշանակի, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, ինչը նա չպետք է անի, համենայն դեպս մեր երկրում ընդունված չէ։ Ես բացել եմ սահմանադրության այս կետը, որտեղ ասում է, որ հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունենալ շատ որոշակի դեր։ Սա է քաղաքականության մեջ լինելու պարագայում, երբ մենք ունենք պետականություն, եկեղեցին իսկապես չպետք է լինի քաղաքականության մեջ, բայց ինքը մասնակցում է այնքանով, որքանով որ ասենք նախագահ երթմնակալության արարողությունը պիտի օրհնի եւ այլն։ Հիմա Ռաֆայել Մանեսյանի կոչին ես ինքս չեմ կարող մեկնաբանել, բայց իմ կարծիքով, այսինքն իմ շատ մեծ երազանքը կլներ այն, որ վեհապարը, որը, ինչպես ասեց, համենայն հայոց վեհապարն է եւ ինքը վեր պիտի լինի իշխանությունից, վեր պիտի լինի այս քաղաքականությունից, ինքը շատ շոշափելի եւ գործուն մասնակցություն ունենար այս ուժերի միջև երկխոսությունը իրականացման գործընթացում։ Բայց կներեք Տիկին Բախշյան, բայց դուք հենց նոր ցիտեցիք սահմանադրությունը, որը ըստ էության այն դրույթն է, որը կանխում է նման իրավիճակ, այսինքն եթե եկեղեցին խառնվի դրան, ստացվում է ակամայից, որ իսկապես խախտում է մայր օրենքը։ Մենք շատ լավ գիտենք, որ ստվերային ձևով շատ ճանապարհով էլ չխախտում, ինչով է խախտում, եթե նա երկու կողմերին փորձում է խաղաղության բերել։ Դա միջամտության քայլ չի, իշխանության ձևավորմանը, դա միջամտության քայլ է երկխոսության ձևավորմանը։ Հասարակական խաղաղության, հասարակական երկխոսության քաղաքական տարբեր ուժերի իրար մոտ բերելու մեջ ես վեհապարի դերակատարումը շատ բարձր կգնահատեի։ Շնորհակալություն Տեր Վահրամ, ինչ եք կարծում նման իրավիճակում, այսինքն նման բան եթե լինի այսօր Հայաստանում, դա ինչպես կորակվի եկեղեցու կողմից։ Գիտեք, եկեղեցին վերստին ասեմ, որ եկեղեցին վեր է քաղաքականությունից եւ դաշտում գտնվող բոլոր ուժերը քաղաքական լինեն դրանք իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ, թե չեզոք ուժեր, բայց այնուամենայնիվ քաղաքական, բոլորն էլ մեծավ մասամբ հայ եկեղեցու զավակներն են եւ այդ արդեն իսկ այդ հանգամանքը եկեղեցուն եւ մղում է եւ նաեւ պարտավորեցնում է, որ եկեղեցին միշտ էլ հավասարակշռված քաղաքականություն վարի այդ առումով։ Ինչ վերաբերում է Տիկին Բախշյանի ասացին, ապա կարծում եմ այդ մասին եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածին արտահայտվեց, որովհետև ի պաշտոնե այդ ամեն ինչը ես եմ նաև կազմակերպում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի։ Մայրաթորը հանդես եկավ որոշակի կոչով, գնահատական տվեց նաև այն կոչին կամ հրավերին կամ չգիտեմ փորձին ներքաշելու եկեղեցին այդ քաղաքական դաշտ եւ վեհապարին թելադրելու թե վեհապարը ինչ կարող է անել կամ ինչ չի կարող անել, այդ գնահատականն ընտրվեց, բայց նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր հորդորներ արեց, ով լսեց այդ հորդորները քաղաքական դաշտում։ Տիկին Բախշյանը լավ քաջատեղյակ է, որ այս ընթացքում վեհապար Հայրապետը եւ Հայաստանյան Առաքելական եկեղեցին որոշակի մտահոգությամբ նաեւ եւ հանդիպումներ կազմակերպեց եւ այցելություններ կազմակերպեց Ռաֆի Հովհաննիսյանին, ամեն ինչ չէ որ պիտի բացվի, ամեն ինչ չէ որ պիտի ասվի, որովհետեւ դեռ վաղ է
պատմության առջև այդ առումով պատասխաններ տալու, բայց եկեղեցին ինչ որ քայլեր ձեռնարկել է, ձեռնարկում է եւ կձեռնարկի, որ เป զի իրականացվի այն, որ եկեղեցին այնուամենայնիվ, ինչպես էլ որ արտահայտվեն տարբեր քաղաքական ուժեր, եկեղեցին իրեն պատասխանատու են նկատում մեկ բանի համար, որ հանրության մեջ, հասարակության մեջ տիրի համերաշխություն, փոխըմբռնում, փոխադարձ հարգանք եւ բոլոր այդ հարցերը լուծվեն այն ճանապարհներով, որոնք որ հատուկ են քաղաքակիրթ աշխարհին։ Ինձ համար շատ կարևոր էր ճիշտն ասած այս ներկայացնելը խնդրի։ Նախ երթմնակալության հետ կապված ես երկու խոսք ասեմ, դա ծես է։ Դա տեսը որպես այդպեսին խորհրդանիշ է քրիստոնյա աշխարհում հիմա շատ ընդունված է քրիստոնեական Սուրբ Գրքի եւ ինստիտուտի գլխավորի տվյալ դեպքում մեր կաթողիկոսն է կաթողիկոսի եւ ես կարծում եմ որ անդրադառնալ սրան որպես կրոնական երևույթի եւ միջամտության կարծում եմ իմաստ չունի բայց ինչ վերաբերվում է այն բանին թե եկեղեցին ինչ եւ ինչպես է հարկ համարում միջամտել երբ մեր երկրում կոնկրետ չեմ ասում հայ ժողովրդի մեջ, այլ Հայաստան աշխարհում, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կամ ընդհանրապես հասունացած հասարակական ճգնաժամ կա, ես կարծում եմ, որ եկեղեցին դեռևս չի գտել եկեղեցին որպես ինստիտուտ, եկեղեցու առանձին հոգևորականներ տարբեր ձևերով իրենց դիրքորոշումներ արտահայտում, բայց որպես ինստիտուտ, որը պիտի ըստ երևույթին արտահայտվի հոգևոր դասի գլուխ կանգնած կաթողիկոսի վարքով, դեռ չի գտել այն ձևը, որով ինքը իր միջամտությունը ընդունելի դարձնի հասարակության համար, այ դուք ասում եք, որ ով լսեց կաթողիկոսի հորդորը Կարծում եմ, որ շատ-շատերը կասեն, ես շատ արագ կավարտեմ, ինչու պիտի լսեն կաթողիկոսի հորդորը, որը այս գերաղքատացվող, գերճնշված, ստորացված, նվաստացված, արունակամ լինող արտագաղթից, մարդաթափ լինող երկրում ժամանակ եւ հնարավորություն չի գտել բարձրաձայնել այդ մտահոգությունը այս երկրի խնդիրների նկատմամբ։ Երբ որ մարտի 1-ը եղավ, կաթողիկոսը ըստ երևույթին իշխանության հորդորով գնաց, այսպես ասենք, ջարդված կողմը եւ նա չընդունեց։ Եվ դա մեր կաթողիկոսն ու մեր կրոնական ինստիտուտը ընդունեց որպես մեծագույն վիրավորանք կաթողիկոսին չեն ընդունել։ Ես կարծում եմ, որ կաթողիկոսը եւ եկեղեցին որպես ինստիտուտ հենց այդ ամենաճգնաժամային եւ ծանրագույն շրջանում պիտի փորձեր թույլ չտալ վիճակը հասունանար այդ դրան։ Ձեր կարծիքը Տիկին Խարոթյան իհարկե հասկանալի է, պարզապես մենք քննարկում ենք եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական process-ներում։ Ես ասում եմ, ընդհանրապես սրանով ուզում եմ ասել, որ մեր եկեղեցին որպես ինստիտուտ եւ նրա գլխավորող անձը չեն գտել այն օպտիմալ ձևը, որով իրենց այս կամ այն միջամտությունը ընտրելու ժամանակը, միջամտության ձևը հասկանալի եւ հասանելի լինի այն կողմերին, որոնց ուղղված է այդ խնդիրը։ Ես ցանկանում եմ միջամտել ուղղակի այս առնչությամբ կոչի մասին, կոչի բովանդակությունը հիշում ենք, կարդացել ենք։ Հորդորը։ Այո, այդ հորդորը քրիստոնեական բառապաշարը շատ քիչ է։ Երևի նաև դժվար է 20 տարի տան հնարավորություն եկեղեցին։ Ներեցեք ես ընդմիջեմ, եկեղեցին ըստ իս երբեք չպիտի այս կամ այն քմահաճույքը բավարարելուն նայի, եւ եկեղեցին մեկ վարքյան քիմքին հաճելի որ լինի, ինչ որ մեկի քիմքին հաճելի լինի եւ հոգուն խոսի, եկեղեցին նաեւ պայմանավորված չէ կաթողիկոսի անձով, որովհետեւ այդ եկեղեցում կան եւ կառույցներ, այդ եկեղեցու կողքին կան ձեզ նման մտավորականներ, որոնք որ տարբեր հարցերում եկեղեցուն զորակցում են, ուղղորդում են իրենց խորհուրդներով, իրենց գործունեությամբ Ինչ վերաբերում է այդ սկզբունքին, որ ինչու չլսեցին կամ լսեցին, եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա մինչև 301 թիվն էլ պիտի գնանք, որովհետև տարբեր փուլերում, իրավիճակներում միշտ էլ խնդիրները եղել են։ Սակայն նույն 2008 թվականի պարագային, երբ որ եկեղեցու հասցեին ըստ էության ընդդիմության կողմից ուղակի արշավ սկսվեց, ինչու համար, որ եկեղեցին հրաժարվեց սատարել ընդդիմությանը եւ երկիրը տանել հեղափոխության, որովհետեւ
Վեհափառ Հայրապետը երբեք չբարձրաձայնեց, որ մինչև մարտի 1-ի իրադարձությունները բազմիցս Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է երկխոսության սեղանի շուրջ եւ հրաժարվել է պարոն Տեր-Պետրոսյան այդ երկխոսությունից։ Ում հետ երկխոսության։ Կաթողիկոսը իր հետ իրավիճակի վերաբերյալ նախագահին ինքը հրավիրել էր իրեն երկխոսության։ Եվ նախագահի կողմից պատրաստակամություն կար եւ մերժումը ստացվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Հանրությունը չի տեղեկացել նաեւ այն մասին, որ ժամանակին, երբ որ խոսվեց, որ ինչպես դուք ասցիք, որ թերևս նախագահի ուղղորդման վեհափառը մեկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, այդ ամենը քննարկվում էր իմ ներկայությամբ այնտեղ եւ առաջարկը հնչեց եպիսկոպոսած դասից, որ վեհափառը գնա եւ մինչև վեհափառի մեկնելը վեհափառ Հայրապետը արդեն մերժումը ստացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ իրեն չի ընդունելու։ Վեհափառ Հայրապետը այնուամենայնիվ մեկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի եւ դուռը փակ գտավ իր առջև։ Եվ հետո սկսեցին սին պատճառաբանություններ բերվել, որ վեհափառը պիտի գնա հրապարակ։ Վեհափառ Հայրապետը պիտի գնար հրապարակ։ Վեհափառ Հայրապետը կներեք, պիտի գնար հրապարակ, բայց պիտի գնար ընդդիմության առաջնորդի հետ, որին եւս պետք է այդ հրապարակում գտնվող ժողովուրդը լսեր եւ հետևեր։ Սակայն այդ ամենը չի արվում, որովհետեւ եկեղեցին պոպուլիզմով անկեղծ ասած չի զբաղվում։ Եվ դա իսկապես պոպուլիզմ պիտի նկատվեր, եթե այդ ամենը ժամանակին դրվեր սեղանի առջև եւ ժողովրդի դատաստանին։ Պարոն Անտոնյան, կարող եք նշել այն իրավիճակները կամ դեպքերը, որտեղ եկեղեցին խառնվել է արտաքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը կամ ներքաղաքական ինչ-որ խնդիրների։ Մի հատ պատմական էքսկուրս կատարեմ, որը կօգնի մեզ նաև մեր համար հասկանալ, թե ի վերջո եկեղեցին, որ խառնվում է, դա լավ է, թե վատ, առաջինը։ 78 թվականին Հռոմի պապը ընտրվեց Լե։ 455 տարի նման բան չէր եղել, որ ոչ իտալացին ընտրվեր։ Բայց խնդիր կար։ Սովետական միությանը թույլատրել էին, խնդիր ունեին, որ Լեհաստանը մենակ չմնար, ամբողջ կաթոլիկ աշխարհը պաշտպաներ, Լեհաստանը դրանից հետո սկսվեց շարժումները, արևելյան բլոկը քայքայվեց, խորհրդային միությունը քայքայվեց, արդյունքում մենք անկախություն ստացանք։ Եկեղեցին ոչ թե խառնվեց քաղաքականությունը, եկեղեցին աշխարհաքաղաքական գործընթացներին խառնվեց։ Պարոն Անտոնյան, ներողություն։ Խորհրդային միության շրջանում մեր կաթողիկոսը Վազգենը նույնպես նույն քաղաքականության պրոդուկտներ, ուղղակի փող լրացնում է միդիաները։ Այսինքն ուզում եմ ասեմ, չվախենանք նրանից, որ կարող է քաղաքականությանը խառնվել։ Բայց դա չխանգարեց, որ Հովհաննես Պողոս II-ը այդ հարյուրավոր կաթողիկոսների մեջ երևի համարվեր լավագույնը։ Անկամ դա իմանալով։ Հասկանալի է, պարոն Անտոնյան, դուք պատմական էքսկուրս կատարեցիք եւ դրանից բխեցնող ինչ-որ եզրահանգման եկաք։ Ես ուզում եմ դեռևս մենք մնանք Հայաստանի իրողությանը, պարոն Հովհաննեսյան, այն ինչ հնչեց 2008 թվական կաթողիկոսի այց Լևոն Տեր-Պետրոսյան, ինչ եք կարծում, դա այդուհանդերձ ուղղակի, ոչ թե անուղղակի, ուղղակի միջամտություն չէր քաղաքականությանը։ Այս դեպքում կարծում եմ չէ, որտեղ դա միջամտություն չէր, այլ հաշտեցման եզր գտնելու փորձ էր, որը ցավոք սրտի ինչ որ ուժի կողմից, ինչ-ինչ պատճառներով մենք բոլորիս հայտնի է, փաստորեն չկայացավ, մերժվեց, բայց առնվազն իմ համար տարօրինակ է, որ ամեն մի նախագահական կամ որոշակի ընտրություններից հետո փորձում են եկեղեցին դարձնել թիրախ եւ մեղադրել առնվազն իշխանամետության մեջ, ել չեմ ասում կեղծարարությունների մասնակից, աշփակելու եւ այլը եւ այլը։ Բնականաբար եկեղեցին վերջապես ոչ սահմանադրական դատարանն է եւ ոչ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ամեն անգամ փորձել եկեղեցուն ներքաշել եւ այս հարցում դատավորի դեր կատարել շատ դժվար է եւ վերջապես եթե ասենք թե տեսականորեն կաթողիկոսը եւ եկեղեցական հոգեվոր դասը եթե ասենք թե կանգներ ընդդիմության տեսակետի կողմը եւ արդյոք այդ դեպքում չէր լինի որ ժողովրդի ինչ որ մի հատվածի տեսակետն ամեն դեպքում առաջ տանում եւ վերջապես այնպես չի որ բոլորը համամիտ են ընդդիմության տեսակետների եւ առաջ քաշած կարծիքների հետ եւ նույնն էլ հակառակը պետք չէ այնպես լինի որ իշխանության տեսակետը ամեն անգամ այսպես ասած թմկահարի եկեղեցին եւ ինչն էլ չի անում հիմա կրկին նախագահական ընտրությունից հետո նորից եկեղեցուն մեղադրում են ընտրությունների արդյունքները այսպես ասած ճանաչելու համար իհարկե ճակերտավոր եմ ուզում օգտագործել այդ նախադասությունը ինչը բնականաբար կաթողիկոսի եւ հոգեոր դասի խելամտության արդյունքով չեն մտնում այդ ներքաղաքական ինտրիգի մեջ որտեղ նորից եմ կրկնում
այդ դեպքում եկեղեցին եւ իդեպ ասեմ դա այնպես չի որ միայն հայ առաքելական եկեղեցին է բնորոշ, այլ գրեթե բոլոր երկրներում էլ նման վերաբերմունք մոտեցում կա ներքաղաքական խնդիրների վերաբերմամբ, իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքական, համազգային, ազգային խնդիրներին, ապա եկեղեցին ակտիվ խառնվել է, ակտիվ մասնակցություն ունեցել է եւ ունենալու է, դա պատմություն է ցույց տվել, պետականություն ունենալուց հետո բնականաբար հիմնական այդ լիազորությունները անցել են պետությանը, բայց ամեն դեպքում եկեղեցին իր դերակատարությունը ունեցել է եւ ունենալու է հատկապես Սփյուռքի հետ կապված այդ համահայկական բնականաբար անուրանալի եւ անգնահատելի դերակատարություն։ Հասկանալի է, Տիկին Խառատյան, դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ եկեղեցին մասնակցում է նաեւ իշխանության ձևավորմանը, ինչ որ չափով կարող եք նշել այն ոլորտները կամ այն դեպքերը, երբ եկեղեցին իսկապես մասնակցել է, հաշվի առնելով նաեւ այն, որ ամեն քվեարկությունից հետո եկեղեցին երբեք չի ասել այս կամ այն տեխնացուին սատարելու կամ կուսակցությանը սատարելու մասին կամ որևէ հայտարարության հետառիթով չի արել։ Հիմա կանդրադառնամ այդ հարցին, բայց երկու խոսք միայն ասեմ, որ սկզբունքորեն այո, եկեղեցին ունին թե իշխանությանը համակայլ, թե գուցե իշխանությանը դեմ երբեմն, եւ թե ունի իր սեփական ինքնուրույն քաղաքականությունը, եւ շատ տարօրինակ կլիներ, որ չլիներ այդ քաղաքականությունը։ Դա մի կառույց է, որը մեր օրենքներով մարդկանց կամավոր միություն է, բայց այդ մարդկանց կամավոր միությունը բավականաչափ զորեղ է, որպեսզի կարողանա եւ ունի իր անելիքը եւ ասելիքը, որպեսզի ուզենա եւ կարողանա այդ անելիքը եւ ասելիքը փորձի անցկացնել։ Այլ խնդիրը, որ մենք միշտ ագնապ ունենք եկեղեցու հարած որևէ բանի վերաբերյալ, որևէ վերլուծական գնահատական տալ։ Մենք միշտ պիտի հիացած լինենք եկեղեցու այս կամ այն քայլով եւ ասենք մեր թույլ կտակ Տեր վարամ, թույլ կտակ, ես բազմաթիվ, ես նկատի ունեմ մեր ամբողջ անցածողին, այսին Գաբեղյան կաթողիկոսը, որը փախավ Բյուզանդիա, որ այստեղից անդադ մատ էր թափ տալիս այնտեղի քաղկեդոնացող հայերի վրա, ինքը գնաց Բյուզանդիա, դարձավ քաղկեդոնիկ, 3 տարի հետո մահացավ, մենք այստեղ գրեցինք, որ նրա ընտրությունը քաղաքական էր։ Մորթապաշտի մեկն էր, ինքը իր կաշին փրկեց։ Բայց ես սրան չեմ ուզում, այս ես ուզում եմ ասել, ինչպես եւ ամեն քաղաքականություն իրականացնող կառույց, եկեղեցին եւ նրա սպասավորները կարող են անել ճիշտ եւ լավ ընտրություն, սխալ եւ ոչ միշտ ամենալավ ընտրություն եւ ինչպես ամեն մի մահկանացու մարդ կարող է նաեւ հանցավոր ընտրություն կատարել։ Եվ մեր խնդիրն է իսկապես փորձել օբյեկտիվորեն տեսնել այդ իրավիճակները ու չվախենալ այդ մասին խոսել։ Ինչպես իշխանության մասին ենք խոսում քաղաքական, այնպես կրոնական մենք հետևորդն ենք այդ կրոնի, ես հայ-առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ուզում են թե չեն ուզում։ Տիկին Խառատյան, դուք ըստ հիմա վերադառ, ոչ, սա ինձ համար շատ անկյունակարային խնդիր է, որովհետև հասարակությունը պիտի գիտակցի, որ դա իր կամավոր միության ձևերից մեկն է, որը իշխանության մարմին է իր հոգևոր խնդիրների եւ ինքը կարող է նրան հարաբերվելիս ունենալ նաեւ քննադատական վերաբերմունք։ Մեր երկրում եկեղեցու մասին լավ կամ ոչինչ, սա համաձայն հնարություն ենք տալիս։ իշխանության լավ կանադառնանք այդ հարցը։ Վերադառնամ իշխանության։ Պարոն Արաքելյան, դուք ինչ եք կարծում, իսկապես հայ հանրությունը այսօր վախենում է որևէ քննադատող կարծիք հնչեցնել եկեղեցու ասեն։ Ես դա չէի անվանի վախ, այլ ուղղակի մեր մոտ մշակույթը եկեղեցի պետություն հարաբերությունների դեռևս բացակայում է, մեզ մոտ ավանդաբար կամ եղել է եկեղեցին կամ եղել է պետությունը վերջին գոնե մի քանի 100 տարիների ընթացքում եւ մենք այդ մշակույթը չենք դեռևս ձևավորվել կամ չունենք այդ մշակույթը։ Կարծում եմ սա նաև ժամանակի խնդիր է, սա տարբեր գործընթացների զարգացումների հետևանքների արդյունքում կարծում եմ նաև չգիտեմ, չեմ կարծում որ դա վախ է, ուղղակի մշակույթի պակաս է եւ միևնույն ժամանակ կապված եկեղեցու նաև նեղ քաղաքական գործընթացներին մասնակցությունը եւ տեսակետների արտահայտումը կարծում եմ որ պետք չէ եկեղեցուն ներգրավել շատ նեղ քաղաքական գործընթացների, կարծում եմ եկեղեցին ավելի գլոբալ է եւ ավելի գլոբալ կարծիքներ պետք է արտահայտի, որը վերաբերի հասարակության բոլոր հատվածներին, ոչ թե մասան վերցրած, կարծում եմ եկեղեցու դերը այդ է եւ կարծում եմ նաեւ որ եկեղեցին պետք է կանգնած լինի պետականության, հասարակության եւ քաղաքացու կողքին։ Հասկանալի է, բայց վերջին հատվածի հետ ամբողջությամբ համաձայն եմ, ամեն դեպքում ես ուզում եմ ստանալ այդ հարցի պատասխան, անընդհատ շահարկվում է որ վեհապարը բարձր հոգեվոր դասը մասնակցում է քաղաքականությանը, քաղաքական որոշումների կայացմանը եւ իշխանության ձևավորմանը։ Կարող եք ասել այն ուղղությունները, այն փաստերը կամ հիմքերը, որոնցով անընդհատ ընդդիմությունը այդ մասին բարձրաձայնում է։
անընդհատ շահարկվում է, որ վեհապարը բարձր հոգևոր դասը մասնակցում է քաղաքականությանը, քաղաքական որոշումների կայացմանը եւ իշխանության ձևավորմանը։ Կարող եք ասել այն ուղղությունները, այն փաստերը կամ հիմքերը, որոնցով անընդհատ ընդդիմությունը այդ մասին բարձրաձայնում է։ Սկզբունքին ես կասի, ինչպես ճիշտ չի, որ չի մասնակցում։ Օրինակ, ես շատ կուզենայի, որ մեր շատ պատկառելի հոգևորական այրերից մեկը երկուսը, գուցե շատերը, առաջադրվեին համամասնական կամ կուսակցական որևէ ցուցակով եւ լինեին ազգային ժողովում։ Արդյոք նրանք չեն ասի աշխարհի կյանքով։ Դա նրանց իրավունքն է, որպես քաղաքացի, որպես հասարակության անդամ, եթե նրանք կուսակցական գործունեությանը կմասնակցեն, նրանք կարող են այդ ընթացքում սառեցնել իրենց կրոնական գործունեությունը, ձևերը կան, բայց սկզբունքորեն եթե մեր այս ես կասեի շատ տարօրինակ ազգային ժողովում, որտեղ մարդիկ կան, որ նստելիս բերանից երկու խոսք անելիս սիրտը ճաքում է, գուցե հոգևորական եւ պատկառելի պարկեշտ եւ ունենք չէ որ շատ պարկեշտ չի հակասի, դա ինստիտուտը չի, դա անձն է, դա հասարակության անդամն է, օրենքը ունի այդ հնարավորությունը, բայց դրա փոխարեն, որը կլիներ նաեւ ինչու՞ չէ, եկեղեցու հետաքրքրությունները օրենսդրորեն ձևավորել, բայց դրա փոխարեն մեր որոշ բարձրաստիճան, ես չգիտեմ որքան պատկառելի եւ որքան խորիմաստ, բայց բարձրաստիճան հոգեվորականներ մասնավոր իրենց հարաբերություններով մեր քրեա օլիգարխիկ համակարգի եւ կառավարման բարձրագույն մարմինների հետ այո, ուղղակիորեն փորձում են ազդել եւ որոշումների եւ անձերի նշանակումների եւ ցավոք սրանք անդերկուլիսային լինելով լրիվ հավաքվում են նոր միֆերով եւ հասարակության մեջ առաջացնում են շատ տարօրինակ զգացողություն։ Անկասկած է, որ այս միֆերի հիմքում միշտ չի որ բացարձակ սուտ է։ Պիտին Խարատյան, այդ դեպքում ինչպես եք առաջարկում մասնակցել ընտրություններին, սա ռեպլիկի կարգով, խնդրեմ Տեր Վահրամ պատասխանեք։ Ձեզ չէ եկեղեցու մեղադրում են քրեա օլիգարխիկ համակարգի։ Ես զերծ կմնամ որակումներից, որովհետև ինձ գոնե լրագրողների հետ շփում սովորեցել է խոսել փաստերով եւ քանի փաստեր չեն բերվում ընդհանուր ռեպլիկներ են արվում եւ որակումներ ես չեմ կարող արձագանքել ինչ վերաբերում է եկեղեցու օրինակ եկեղեցականների իմաստան եկեք մենք ազգային ժողովի մասնակցությանը կամ ներկայությանը եկեք մենք եկեղեցականներին եկեղեցու հետ շփոթենք այսինքն կարող է առանձին եկեղեցականներ առաջադրվեն թեպետ նման երևույթ մեզ համար չկա, չի եղել եւ ընկալելի չէ, որովհետեւ եկեղեցին եւ եկեղեցականը իրենց ծառայության դաշտը ունեն, ինչ վերաբերում է հարաբերություններին կամ ազգային ժողովում ինչ որ հարց բարձրաձայնելու, հնչեցնելու, ապա պետության հետ հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու եւ պետության միջև հատուկ օրենքով եւ Նաև այդ ամենի շրջանակներում կա համագործակցություն ազգային ժողովի հետ եւ այնտեղ Մայրաթոր Սուրբ Էջմիածին ունի իր ներկայացուցիչը, որը տարբեր օրենսդրական մշակումների ժամանակ, եթե խնդիրները բարոյական են կամ որոշակի վտանգներ է տեսնում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, միշտ այդ խնդիրները բարձրաձայնում է մինչև երբ որ այդ օրենքները գտնվում են քննարկման փուլում եւ կարծում եմ օրենսդիր աշխատանքում եղած մարդիկ կարող են դա լավագույնս փաստել։ Բոլոր կողմերի հետ եւ քննարկումները եղել Տեր Վահրամ հասկանալ է։ Տիկին Խարատյան ներողություն մի ռեպլիկա անեմ։ Ինստիտուտի ներկայացուցիչները իսկապես ազգային ժողովում փորձում են եւ ճիշտ են անում մասնակցել այն օրենքներին, որոնք կարգավորում են պետություն եկեղեցի հարաբերությունները։ Չէ, խոսքը վերաբերում է նաեւ այլ օրենքներին։ Ես օրինակ անձնապես մասնակցել եմ օրգանների տրանսպլանտացիայի օրենքի մշակման փուլում։ Որտեղ եկեղեցին ունի մասնավոր կարծիք։ Այո, ես ասացի, որտեղ խնդիր կա բարոյական արժեքային եւ այլն։ Ուրեմն այստեղից դուրս է գալիս եկեղեցին։ Ինչ որ արժեքային համակարգի հետ առնչվող խնդիրներ որտեղ որ կան, որոնք որ բխում են մեր մտածելակերպից, ազգային կլինի, քրիստոնեական կլինի եւ այլն։ Բայց ոչ միայն պայմանավորված օրինակ եկեղեցի պետություն հարաբերություններ։ Տեր Վահրամ, ներողություն եմ խնդրում, մեկ ռեպլիկա անեմ, հա։ Տիկին Խարատյանը շատ հստակ մեղադրանք առաջադրեց կարելի ասել եկեղեցու տարբեր բարձրացած դա մեղադրանք իրավիճակ ներկայացրեց որտեղ Վահրամը ասաց որ ինքը շատ ստույգ փաստերով է առաջնորդվում եթե թույլ կտաք ես անդրադառնամ դրան այսինքն իմ ասածը միֆական անցված դարձավ
Տեր Վահրամը ասեց, որ ինքը լրագրողներ շփված լինելով սովոր է միայն փաստերով խոսել։ Փաստերով պետք է խոսել։ Ամբողջ խնդիրը նրանումն է Տեր Վահրամ, որ Հայաստանում փաստը նկարած, գրանցած, դրած, տեղադրած, բերում ես ցույց ես տես, ասում ես չեմ տեսնում, չեմ լսում, կամ ասում ես սա հետո սարքած է։ Ես երբեմն, չէ, ես ուզում եմ հայաստանյան չեմ տեսնում, չեմ լսումը եւ ձեր փաստերը հասկանամ։ Ինձ ուղղակի զարմացնում է նույնպես չիմանալ, չտեսնել, ձևանալը։ Մենք մեր անկախության ընթացքում ծայրահեղ դեպքեր ենք ունեցել, չնայած օրենքի խախտում չի եղել։ 92 թվականին իշխող կուսակցության վարչության նախագահ ՀՀՇ-ի Տեր Հուսիկ Լազարյանը մինչև օրս կարգալույծ արված չի, եթե սխալ եմ ասում, Տեր Վահրամը կուղի։ Այսինքն ինչ է նշանակում։ 100-ից ավելի կարգալույծ արված քահանա ունենք։ Այսինքն ինքը այն ժամանակ հենց ազգային ժողովի պատգամավոր իշխող կուսակցություն եւ իշխող կուսակցության ղեկավար է։ Չէ, դա բան չի, այսինքն օրենք չի խախտվել, որտեղ օրենքի մեջ հստակ ամրագրված է, որ պետությունը արգելում է եկեղեցուն մասնակցել պետական կառավարմանը։ Սրա մասին է խոսքը։ Քաղաքականությունը պետական կառավարումը Ոսկե նկատի ունեք օրենքը չի արգելում եկեղեցու մասնակցությունը։ Եկեղեցու արգելում է, հոգևորականինը չի, այժմ տարբեր բաներ։ Եվ եկել մի հարց կար։ Եվ դա պետք է հստակ զանազանենք, որովհետև եկեղեցականը չէ, հիմա նույն Տեր Հուսիկը ինքն իրեն ծառայությունից եկեղեցական դուրս է դրել եւ այլևս այդ հանգամանքից հետո երբևէ եկեղեցու հետ առնչություն չի ունեցել իբրև եկեղեցական։ Ռեպլիկի կարգով նաև ասեմ 100-ից ավել եկեղեցականներ կարգալույս չեն եղել, ընդամենը 56 հոգի է կարգալույս եղել հայրապետի օրոք, որոնցից ընդամենը 7-ին վարքի պատճառով ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույս արել։ Մնացյալը հեռացել են իրենց դիմումով, որովհետև իրենց ծառայությունը չեն տեսել հայ եկեղեցին։ Թվային տվյալները, հետո պարոն Անդինյան, խնդրում եմ, եկեք կարգալության հետ կապված կներեք մի բան ասեմ, որովհետև մոտ ժամանակներս մի բան ինձ համար ընդունելի չի, չնայած մոդա է դարձել աշխարհում, մեր մոտ էլ մոդակցեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որ երթվեն ոչ միայն սահմանադրության, այլ նաև ավետարանի վրա։ Եթե 91 թվականի սահմանադրություն չունեինք, ասեն մի սուրբ բան լներ, որի վրա երթվի, ես դա հասկանում եմ։ 96 թվականին արդեն մենք սահմանադրություն ունենք։ Հետաքրքիր գա եւ կարեւոր բան է։ Այստեղ մի խնդիր կա։ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներինն է, ավետարանը բոլորինը չի։ Եթե նույնիսկ մենք մոնոէթնիկ պետություն ենք ունիտար, միևնույնն է, մենք ուզում ենք բազմակրոն նաեւ մեր այլ կոնֆեսիայի մարդիկ կան, չէ՞ մեր մեջ։ Հիմա եթե նա ձեռքը ավետարանն է դրում, դա ասուրուն վերաբերվում, հա։ Կամ ինքը երաշխավորն է ասու պատվիրանների։ Այսինքն դա սիմվոլիկա։ Այսինքն այդ սիմվոլիկայի մեջ պետք է արդեն 95 թվականի սահմանադրություն երբ որ ունենք, դրանից ազատ, եթե մենք գտնում ենք, որ իսկապես առաջնորդում ենք քրիստոնեական արժեքներով, մենք արևմտյան արժեքների կրող ենք, այդ ավետարանի մեջ ինչ որ գրած է, ինչ որ անհրաժեշտ կա, մարդու իրավունքներ, հիմնարարություն եւ այլն, դա արդեն արտացոլված է սահմանադրության մեջ իր չափով։ Այսինքն դուք առաջարկեիք ավետարանի վրա տեղի չունենար երթմնակալություն, այլ միայն սահմանադրություն։ Երաշխավորելու ավետարանի կետերը։ Լավ, ձեր կարծիքը կուզեի աշխարհ Հարցը երաշխավորել կամ երաշխավոր կանգնելու խնդիրը չի, այլ սա հերթական անգամ ընդգծում է մեր առաքելական եկեղեցու կարևորությունը մեր ազգի պատմության մեջ, ամեն դեպքում ընդունելով խղճի կրոնի ազատությունը, բայց մանավանդ այս օրերում առավել քան անհրաժեշտ է նման թեկուզ սիմվոլիկ, բայց կարևոր երևույթները, որպեսզի հերթական անգամ եկեղեցուն դիրքերը ամրապնդեն մեր հասարակության մեջ։ Մանավանդ տեսնում եք ինչ է կատարում։ Աղաններ, արևմտյան արժեքներ, չակերտավոր կամ չարժեքներ, ես ավելի հասարակության արտացոլումը չի, այսպես ասած, որտեղ օրինակ Միացյալ Նահանգներում երթվում են գլխավոր դատավորի թե դատախազի առաջ, այսինքն այն դատական իրավունք է, որոնքի պետություն։ Դատախազի առաջ, բայց ինչքան գիտեմ, նորից Աստվածաշունչը դրվում է նույն Ամերիկայում, եթե չեմ սխալվում։ Եվ շատ այլ երթվելը ոչինչ չի փոխում մեր երկիրը օրինականության, բայց այստեղ խնդիրն է, թե մեր ելման առանցքային կետերը որոնք են։ Կարծում եմ, որ պատճառն է, որ մենք այդպես երկիր, պետություն եւ եկեղեցի եւ ժողովուրդ եւ եկեղեցի հարաբերակցությունը ճիշտ չեն գտել։ Կարծում եմ դերևս որևէ մեկը չկա, որ Աստվածաշնչի վրա երթվելուց իրեն վատ ազգացել եւ Հայաստանում եւ Սփյուռքում, չնայած ունենք կաթոլիկ համայնք էլ դրսում, բողոքական համայնք էլ եւ ընդհանրապես ճիշտ է նախագահ Հայաստանի Հանրապետությանն է, բայց հայրենիքը բոլոր հայությանն է, եթե գոնե եթե ոչ որպես քաղաքացիական առումով, այլ գոնե որպես հոգևոր հայրենիք եւ այդպես էլ պիտի լինի։ Ինչու հոգևոր։ Չէ, հոգևոր են իմաստ ֆիզիկական հայրենիքը աշխարհագրական տարածք չի։ Աշխարհագրական տարածքը դա իսկական ֆիզիկական որպես հայրենիք իրենք
որպես քաղաքացի այլ երկրի քաղաքացիներ են, բայց իրենց շատ մեր սփյուռքահայեր Հայաստանը իրենց եթե գոնե առաջի չէ, բայց երկրորդ հայրենի կգալ, սփյուռքահայերի մոտ 5-6%-ը, այո, դա շատ սփյուռքահայեր չի։ Ունեք Տեր Վահրամի ասածն եմ ասում, ունեք փաստ, որ շատ սփյուռքահայեր Հայաստան իրենց հոգևոր եւ ֆիզիկական հայրենիքն են Լավ թեմայի շեղում ենք, այսինքն 5 միլիոնից դուք 500,000-ին ճանաչում եք, այսինքն 10%-ը չեք ճանաչում։ Բնականաբար ինչ-որ բան կարծիք հայտնելու համար բոլորին պետք չի։ Այո, պետք է կարդալ նաեւ նրանց գրածները, նրանց ժողովներին մասնակցել եւ տեսնել ինչպես են հակառակը։ Որ մենք չենք կարդում կամ առավել եւս չենք։ Ես էլ կարող եի ձեզ բերել նյութեր, որ ասում են Այս Հայաստանը մեզ համար հիմա ոչ հայրենիքա, ոչ հոգևոր հայրենիքա, ոչ ֆիզիկական։ Հասկանալի, Տիկին Խարոյցյան շատ են շեղվում, չեմ խնդրեմ, բան Արաքելյան։ Միայն դուք կարող եք ձեզ այդպիսի դատավորի իրավունք տալ եւ հայտարարել, ով է հայը, ով չի հայը։ Շնորհավորում եմ ձեզ։ Ոչ հայրենն է իմ լեզուն, ոչ Հայաստանն է իմ հայրենիքը, այդ մարդը ոնց կարա իրեն։ Ես այդ դեպքում փորձում եմ հարցնել, ինչու եք այդպես զգում։ Լավ, Տիկին Խարոյցյան շատ են շեղվում։ Հայրենայը որ իրեն այդպեսին զգում Բայց եթե իրեն դուք վտարում եք հայի սահմանում չտան, հարգելի երկրից, այդ ձերդ արտահայտությամբ, որ եթե հայ ասեց, ինչու ասեց, չեք փորձում հասկանալ, ինչու ասեց այդ մարդը։ Լավ, շատ շեղվեցին, Տիկին Խարոյցյան։ Հայինովա թուրքերն են վտարել։ Խնդրեմ, բան Արաքելյան։ Բարօրինակ մեղադրանքներ եք ներկայացնում։ Պարոն Նովասյան, թույլ տվեք մեր հաղորդումը մեր ռելսերի վրա գցենք, ես մի հարց ունեմ, եթե կարելի է։ Օրենքը նույնպես սահմանում է, որ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կարգավորող օրենքում նշված է նաեւ, որ պետությունը ֆինանսական աջակցություն է ցույցաբերում նաեւ եկեղեցուն։ Դա եկեղեցու անկախության համար սպառնալիք չէ։ Ոչ, ես չեմ կարծում դա սպառնալիք է, առավել եւս եթե դա ամրագրված է օրենքով, այսինքն պետությունը նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դե կան օրենքներ, որոնք կարող են լինել վիճարկելի։ Չէ, չեմ կարծում, քանի որ եթե մենք ունենք առավելություն հայ առաքելական եկեղեցու առավելությունը մեր պետության կրոնի հարցում, հետեւաբար մենք պետք է աջակցենք այդ եկեղեցուն կայանալու, նաև ամրապնդվելու համար, չեմ կարծում, որ դա անկախության ինչ-որ բան է, առավել եւս, երբ որ մեր եկեղեցին ունի նաև միջոցների գոյացնելու այլ նվիրատվություններ եւ այլն, չեմ կարծում, որ այդ դրույթը, ընդհակառակը այդ դրույթով մենք կարող ենք ամրապնդել եկեղեցին։ Այդ օրենքը չի ասում պետությունը օժանդակում է ֆինանսապես եկեղեցուն, այդ օրենքը ավելի խելոք է ձևակերպված, այն ասում է, որ պետությունը ֆինանսապես օժանդակում է եկեղեցու մշակութային արժեքների, Բացեցի այդ ամենը։ Դա շատ կարևոր է։ Ֆինանսապես օժանդակելը էապես տարբեր է։ Եկեք բարձրաբանենք։ Բյուջեի մեջ տող պետք է լիներ հայ առաքելական։ Ես բյուջեի մասին օրենք է եւ այդ օրենքի ամեն դեպքում սխալ բան չասեցի, պարզապես չբացեցի։ Չէ, այդ սխալ է, որտեղ ֆինանսապես օժանդակել եկեղեցուն, դա նշանակում է օժանդակել եկեղեցու կրոնական գործողությանը, Լավ, մշակութային ծրագրերին օժանդակելը ֆինանսապես չի լինում, հո բնամթերքով չի լինում։ Դա գիտեք ինչա, մշակութային օրինակ եկեղեցու տարածքները, այն արժեք է, նրա գրադարանային ֆոնդն է, ձեռագիր նրա նյութական մշակութային արժեքն է, սա էապես տարբեր երևույթ, սա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։ Այդ նույն մշակութային արժեքը ոչ միայն եկեղեցուն, այլև մեր պետությանը եւ մեր ազգին։ Անկասկած, եւ մեր հանրությանը, բայց ես ուղղակի միայն ուզեցի ճիշտ հնչի օրենքը, Մյուսօրը ամերիկյան չափումներով կգան կասեն դուք ֆինանսական օգնություն հասկանալի այդ օժանդակությունը պարոն Անտինյան նշանակում է որ եկեղեցին որոշակի կախում ունի պետությունից եւ հետեւաբար նաեւ իշխանությունից Այո, սա իներ ինչ դա չի նշանակում, որովհետեւ նաեւ ավելացնեմ մի հարցել, որ գործող եկեղեցիները, եթե նրանք սեփականությունն են հայ առաքելական եկեղեցուն, ապա դա միևնույնն է պահպանվում է պետության կողմից։ Դա մեր եւ դա սահմանադրության նորմա անգամ, որ այդ պատմամշակութային արժեքները պահպանվում են։ Դա հաստատ չի վերաբերում նրան, որ եկեղեցուն ֆինանսավորեցին։ Փառք Աստծո, մեր եկեղեցին ֆինանսի խնդրեմ չունի, ինքը դրսից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ֆինանսներ ստեղծելու։ Էլ չեմ ասում այլ աղբյուրներ, որը կարող են Հայաստանը փոքր երկիր է, կարող են ստեղծել։ Սա չի խնդիրը, որ եկեղեցուն դրանով կարող է կախվածության մեջ գցել կամ չգցել։ Եթե մենք մեր պատկերացրած հոգևորականի որակը
մենք այդպես չենք ընկալում, դա ուրիշ խնդիր է։ Բերեք մի առանձին հաղորդում նվիրենք դրան, թե ինչու է, որ մենք կուզենայինք, որ մեր հոգևորականը, մեր եկեղեցու սպասավորը իր կերպարով այնպեսին լիներ, որ ենթադրենք աշխարհիկ մարդը խնդրեմ ունի, գնար նրան ասել այդքան գիրք ես կարդացել, այդքան դու ինչ որ խնդիրների, այլ դիտանկյունից նայելու մեծ գիտելիքով փորձ ունես։ Մի հատ դու քո կարտիկն ասա կարող է այն խնդրեմը ես հոգևոր դաշտում ուղղեմ, բայց երբ որ դու տեսնում ես, որ այդ եկեղեցականը, այդ հոգևորականը ոչ միայն աշխարհիկ կյանքով է ապրում, այլ կներեք կոպիտ բառես համար աշխարհիկ կայֆերով է ապրում, դու հաստատ նրան չես դիմի քո խնդրեմը, որ ինքը հարթի։ Այստեղ ուրիշ խնդիր է, դա ուրիշ հարց է։ Մենք այսօր այդ թեմայով չենք խոսում։ Մենք խոսում ենք եկեղեցի պետություն հարաբերություններ։ Եվ եկեղեցու խառնվելը քաղաքականությանը արդյոք նշանակում է խառնվել պետական կառավարմանը, թե չէ։ Ոչ, այսօր դա այդպես չի։ Պարոն Անտոնյան, չեք համարում, որ ընդդիմությունը հաճախ շահարկում է եկեղեցուն, այսպես ասած, ամբողջահաճո հայտարարություններ։ Այսպեսի խնդիր կա։ Դա միայն եկեղեցուն չի վերաբերում։ Վերաբերում է նաև օմբուդսմենի ինստիտուտը, որը որ ամբողջ աշխարհում հաջողությամբ գործում է, մեր մոտ օմբուդսմենի եզրակացությունը ընդդիմության համար շատ մեղմ է, իշխանության համար շատ կոպիտ։ Մենք ընդհանրապես հավասարակշռ խոսքը չենք ընդունում, որովհետև բևեռացված կարծիքներ կա։ Այսինքն այդպես է թե ոչ։ Մեր մոտ ինչի մտավորական հասկացողություն էլ արժե զրկվեց։ Մտավորականը բևեռացված ծալնում կամ գնում է հարթակ կամ գնում է իշխանություն։ Որևէ մեկ կշռադատված կարծիք հայտնում ասում է, ասա հա թե չէ։ Մի մեկնաբանի, ասա հա թե չէ։ Դեպքում կաթողիկոսը ոչ այս կողմ է գնում, ոչ այն կողմ, ինչու են անմիջապես շահարկվում։ Չի գնա ոչ այս կողմ։ Այսինքն գնում է։ Պահանջում է որ գնա այն կողմ, այսպես ասած։ Գնում է, որովհետև կաթողիկոսը իր գործունեության մեջ իրեն կախված է զգում իշխանությունից։ Համաձայն եք, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, արձագանքների Եվ եթե թույլ միջոցով տաք ես ավարտեմ նոր, այսինքն երբ որ դուք ասում եք, որ շահարկվում է եկեղեցին եւ ասվում է բոլորը դիմում են եկեղեցուն, ես ուզում եմ նորից կրկնել, որ եթե եկեղեցին իր տեղին եւ ժամանակին մեր երկիրը բսկտող երևույթների նկատմամբ դիրքորոշում արտահայտի, հավասարակշռված չափավոր ընդդիմությունը այլ այդպիսի կոչեր չի անի։ Ընդդիմությունը չի անի, որովհետև ինքը այդ անում է սրված իրավիճակներում։ Այո, դուք լսել եք երբևիցե որ եկեղեցին քննադատի այս երևույթները, ասի իշխանություն, այս դատարկվում է Իսկ Հայաստանը։ լսել եք, որ եկեղեցին երբևէ քննադատի ընդդիմությանը։ Ես չեմ լսել նաև որ եկեղեցին երբևէ իշխանությանը քննադատի։ Եկեղեցին Այսինքն չի քննադատի։ Եկեղեցին թքած ունի իր հոտի 3 քառորդի վրա, չի ուզում նրանց տեսածնել են սոված, հոտ եկող, չլվացված, հոգնած մարդկանց, որոնցից հոգնելը։ Ես մի հարց ունեմ, ինչու է եկեղեցու դիրքորոշումը միշտ իշխանահաճո։ Ես լրիվ համաձայն չեմ այդ տեսակետի, որ իշխանահաճո տեսակետը հայտնել եկեղեցին, այլ հավասարակշռված միգուցե, բայց համամիտ եմ, որ երբեմն շատ սրված իրավիճակում ավելի երևի թե պետք է կանխարգելիչ ինչ-որ բաներ, բայց կարծում եմ դա էլ արվել է, հնարավորինս չափով արվել է, այլ հարց է, որ երբեմն ընդդիմությունը անտեղի մեղադրելով եկեղեցու փորձում է մերժել, որտեվ եթե ինչ-որ մի հատված որոշել է, որ պիտի գնա ամեն գնով ինչ-որ բանի հասնելու համար, այդ դեպքում բնականաբար կարող է եւ եկեղեցուն եւ շատ-շատ մնացած ուժերի եւ անձերի դարձնել խավության նոխած կամ մասնավոր դեպքը վերցնել անհատի դեպքում եթե իրոք նման դեպքեր կա եւ փորձել այդ մասնավորից ընդհանուր եզրակացություններ անել, փորձել սևացնելով ամբողջ եկեղեցուն եւ դերակատարությունը եկեղեցու որը բնականաբար անընդունելի է։ Տեր Վահրամ, մի հարց ձեզ ուղղեմ, ասում են, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Ինչու է ժողովուրդը պնդում, որ հոգևորականները եկեղեցին ունի իր բիզնեսը եւ որի հովանին էլ պետությունն է։ Եկեղեցին նախ որևէ բիզնես չունի իբրև այդպեսին եւ եկեղեցին անգամ եթե ինչ որ գումարներ հայթայթում է չգիտեմ, եթե մոմավաճառություն դուք բիզնես եք նկատում կամ գրավաճառությունը բիզնես եք նկատում Ոչ այնքան, ես դա նկատի չունեի։ Եվ եկեղեցին իր բոլոր հնարավորությունները ուղղում է որոշակի ծրագրերի։ Հավատացեք, եկեղեցին երբեք չի կարող ընկնել բոլոր այդ նյութերի ետևից, հետապնդել եւ բոլորին սպառիչ պատասխաններ տալ, որ բոլորը իրենց բավարարած նկատեն։ Եկեղեցին ուղղակի գործի եւ օրինակ Facebook-ում տարածվեց այսպիսի ստատուս, գրառում Վեհափարը հանրապետական կուսակցության վեհափարն է։
Դրան պետք է պատասխանեիք։ Գիտեք, վեհապարը հանրապետական կուսակցության վեհապարը երբեք չի եղել։ Վեհապար հայրապետ ամենայն հայոց կաթողիկոսն է եղել, ով ի տարբերություն բոլոր ուժերի, ովքեր որ ներգրաված էին, հա, տարբեր քաղաքական զարգացումների հորձանուտների մեջ, ինչի արդյունքում եղավ նաև մարտի 1-ը, այն անձներ, որը ուղղակի այդ բոլոր ընտանիքներին հոգատարում էր, ովքեր կորուստներ ունեցան։ Այդպես պիտի լինի։ Վեհապար հայրապետը երբեք այդ մասին չպիտի խոսի եւ չի խոսել։ Վեհապար հայրապետը հնարավոր է հաստատել, թե ինչպես ինքը կարող է հարթել այս իրավիճակը։ Մեր հոգեվորականները պիտի լինեն այն մարդու կողքին եւ այդպիսի մարդ ես ճանաչում եմ հոգեվորական, ով նեղության մեջ է։ Ինչպես Հիսուս Քրիստոս մի րոպե։ Հիմա այսօր պայթում է լրատվությունը այդ էկոլոգիական խայտարակ փաստերից, հա? Դա վերաբերում է մեր օդին, ջրին, սևանին եւ այլն։ Ես կուզենայի, որ ասենց երազում եմ այն օրը, որ եկեղեցին էլ վեր կենա ու իր ասի այմար եկեք վերադառնանք մեր թեմային, խնդրում եմ։ Ապրող լինի, ամենակ այսօր չի։ Մեր երկիրը ՄԱԿ-ի կողմից գրանցված է անապատական։ Տիկին Խարատյան շատ ենք շեղում թեմայից, եկեք մեր թեմայի։ Բայց ես հույս ունեմ, ցավոք սրտի հեշտերվա արամն ամենակ եկեղեցու ներկայացուցիչ չի, ես իրեն եմ նայում։ Լավ, հասկանում եմ։ Պարոն Ալթունյան, թերևս վերջին հարցն է սա, հա, եթե գրեթե բոլոր ընդդիմությունները հանրահավաքների ժամանակ կոչ են արել, որպեսզի եկեղեցին էլ միանա իրանց վեհապարը ճշտի լեգիտիմության կողմից լինի եւ կանգնի այս կամ այն տեխնատուի կողքին։ Չի եղել տղա ջան։ Միայն Ռաֆայել Հովհաննիսյանի մասին չի խոսքը, շատ։ Չէ, ընդհանրապես որևէ ընդդիմադիր Ստորաբար եղել է կանգնեք ժողովրդի կողքին, բայց հետևանքությունը ժողովուրդ համարում է նրան տարբեր։ Ժողովրդին համարում է այդ ընդդիմությունը տվյալ տեխնատուն հրապարակի ժողովուրդն էլ ժողովրդի վեհապարն էլ է ասում են։ Այո։ Եկեք մեզ էլ Տիկին Բաղչյան, եթե ձեզ հետ է կանգնում կամ, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է կանգնում, չի նշանակում, որ եկեղեցին ամեն դեպքում հատվածական մոտեցում է ցույց տալիս եւ այլևս վեհապարը կամ եկեղեցին ամբողջ ժողովրդի հետ չէ, կամ այս կամ այդ խմբի հետ է։ Իշխանության հետ է։ Մենք էլ ասում ենք մերն էլ եղի։ Այսինքն ուզում եք ներքաշել այդ նույն process-ի մեջ, Տիկին Բաղչյան։ Ես ուզում եմ վեհապարը բերի երկու առաջնորդներին էլ բանակցությունների մի եկեղեցում խուցը մտցնի, ասի օրդնում եմ ձեզ, աղոթում եմ, իմաստություն տա Աստված ձեզ, այստեղ մինչև որոշում չկայացնեք դուրս չեք գալու։ Ունի իրավունք, ունի։ Տիկին Բաղչյան, չեք կարծում աբսուրդի ժանրից է ձեր ասածը։ Դա աբսուրդ ոչ, աբսուրդ չի։ Հոգևոր եկեք վերջին հարցն եմ տալիս, շատ կարճ խնդրում եմ, ինչ անել, որպեսզի եկեղեցին անընդհատ չվարկաբեկվի եւ քաղաքական այս կամ այն ուժը անընդհատ չներքաշի եկեղեցուն քաղաքական process-ների մեջ։ Խնդրում եմ այդ հարցին պատասխանել 40 վայրկյանի շրջանում։ Ես կարծում եմ, որ երբեմն մեր մոտ մեր հասարակության մեջ եկեղեցուց սպասելիքները բավականին չափազանցված են եւ ծայրահեղականացված, այսինքն երբ որ մենք ասում ենք եկեղեցուն դու պետք է գաս հարթակում, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է գալ կապ չունի Ռաֆայել Հովհաննիսյանի հետ։ Փոխողակ են տեսնում միգուցե դրա համար։ Գալ կայանել հարթակում եւ չգիտեմ միտինգներին մասնակցել եւ նման գործընթացներին մասնակցել ներքին դեմոկրատական շարժումների կամ չգիտեմ որևէ կամ թշկանի հետ կապված, այսինքն մենք վերացնում ենք պետության կամ հասարակության մնացած ինստիտուտները, եկեղեցուն վերապահում ենք մարդու իրավունքների պաշտպանի, չգիտեմ կանաչների շարժման պաշտպանի եւ այլն։ Իհարկե եկեղեցին շատ նոր ձևով կարող է անդրադառնալ այդ հարցերին, բայց ուղղակիորեն ներգրավել այդ process-ներում կարծում եմ եւ անթույլատրելի է եւ ես ինքս չեմ պատկերացնում։ Խնդրեմ Տիկին։ Բայց կաթողիկոսը բնականաբար որոշ հարցերում իր կարծիքը կարող է արտահայտել։ Ինքը միշտ կարող է իր կարծիքը առնել, որպես ամենայն հայոց վեհապար եւ բոլորիս հայր, եւ ինքը որպես հայր իր իմաստուն եւ անկախ ինչպես Պարոն Հովհաննիսյանը ասել, վերևում կանգնած, իշխանության վերևում կանգնած, այսպես ծանրակշիռ իր խոսքը կարող է ասել ցանկացած պահի եւ պետք չի
որ գնա թրջկան։ Իհարկե պետք չի գնա թրջկան։ Խնդրեմ Տիկին Խարատյան ձեր կարծիքը։ Ես կարծում եմ, որ այստեղ մտածելիք ունի թե եկեղեցին, թե մեր մտավորական շերտը։ Եկեղեցին կարծում եմ պետք է մի քիչ մոդեռնացնի իր հարաբերությունները։ Մի քանի տարբերակով, այսինքն բացի պատարագ, ժամերկություն կամ կրոնական ծեսը, նա պետք է հաղորդվելու այլ տարբերակներ գտնի իրեն հետևորդների հետ։ Կարծում եմ, որ բարձրաստիճան հոգևորականները, որոնք հատուկ խոշորացույցի տակ են եւ հետևում են հասարակության կողմից եւ մատնանշվում են որպես ինստիտուտի օրինակ, նրանցից ոմանց պահվածքը պետք է իսկապես մի քիչ ավելի խստակ ենթացվի, գոնե այնպես, ինչպես հասարակությունը սպասում եւ ընկալում է դա հոգևորականից։ Եվ ես կարծում եմ, որ եկեղեցին այնուամենայնիվ պետք է պարբերաբար, չսպասելով կոնֆլիկտային պիկերի, պարբերաբար ներկայացնի իր մտահոգությունները մեր երկրի ընդհանուր իրավիճակի մարդկանց հասարակության օմբուդսմենը դատավոր է, եկեղեցին դատավոր չի, եկեղեցու համար լավ ու վատ, իշխանություն հասարակություն չի, այսինքն ուսուցիչ, բոլորս հավասար պետք է լինենք եւ նա պետք է իր մեջ ուժ եւ կամ գտնի պարբերաբար այդ հավասարության խնդրի իրազեկումն ու հավաստումը հանրությանը ներկայացնի։ Ոչ թե բառերով ասի բոլորդ հավասար եք ինձ համար։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Ձեր առաջարկը որն է։ Ես էլ եմ կարծում, որ ավելին է մի փոքր պետք անել, բայց այս դեպքում անելիքը եւ եկեղեցու եւ հասարակության կողմից է։ Երբեմն միշտ մտածում եք եկեղեցին արդյոք բավարար է անում գալու դեպի հասարակությանը, բայց երբեմն հակառակն ենք տեսնում, որ հասարակությունն էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, միգուցե նաեւ տարբեր քարոզների դրսից ռոպագանդայի չարժեքների քարոզի տակ մի տեսակ մոլորության մեջ է երբեմն ընկել եւ այս դեպքում համատեղ ջանքեր են պետք, որպեսզի այն մեր բարի ավանդույթները եկեղեցի հասարակություն, ազգ պետություն, հասարակություն այս եռանկյունին ճիշտ կարողանա եւ արդյունավետ աշխատի ի նպաստ ազգի եւ ժողովրդի։ Պարոն Անտոնյան, ձեր եզրափակիչ։ Նախ հաշվի առնենք մի հանգամանք, ինչքան երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, այնքան հասարակությունը քաղաքականացված է։ Եվ դա տարածվել է բոլորի վրա, բոլորին ներքաշելու են դրան։ Նաև եկեղեցին։ Եվ չմոռանանք նաև, որ մենք երևի բացառիկ ենք, կարող ուրիշ էլ կան, ես չգիտեմ, բայց որ մենք ամենահայոց կաթողիկոս ենք ընտրում նաև աշխարհիկ պատվիրակների կողմից։ Այսինքն նաև աշխարհիկ մարդիկ մասնակցություն ունեն այդ ընտրությանը եւ գուցե մեր սպասումները, որ եկեղեցուց եթե մի բան օգուտ մեզ ասում, ասում ենք շատ լավ ախառնվի, ի վնաս մեզ ասում ենք գնաք ու գործով սպասվի։ Ավելի շատ մեր սպասումներն է, որ չի արդարացնում, մենք գնահատական ենք տալ։ Եղավ շնորհակալություն Տեր Վահրամ ձեր ամփոփիչ խոսքը Եկեղեցին նախ եւ առաջ իր ժողովուրդն է եւ ոչ միայն Տեր Վահրամը կամ ամենայն հայոց կաթողիկոսը եւ դա առումով եկեղեցին միշտ ողջունում է իր ողջ հոտի մասնակցությունը եկեղեցական կյանքին եւ այդ առումով եկեղեցին այո վեր է քաղաքականությունից, սակայն եկեղեցին միշտ էլ իրեն իրավունք է վերապահում արտահայտվելու ազգային հայրենի կյանքը նաեւ հուզող տարբեր խնդիրների, մարտահրավերների առնչությամբ։ Շնորհակալություն եւ այս լուսավոր նոտայի վրա թերևս ավարտենք այս շաբաթվա բրիֆինգը, եթե բրիֆինգ թոք շոուներ կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք, ցտեսություն։